Մենք մի կարևոր իրադարձություն, որն որ համբարձման տոնի հետ է կախված, անցյալ կիրակի օրը հիշեցինք, չնայած ավելի շուտ էր, մի քիչ ավելի մի քանի օր շուտ։ Մենք գիտենք, որ Տիրոջ համբարձումը հենց այնպես չեղավ, մենք խոսում ենք դրա մասին, որ նա այսօր բարեխոս է մեզ բոլորիս համար, երկնքում Հոր Աստծո աչքոմը եւ մեզ հնարավորություն է տալի, որ մենք կարողանանք շարունակել հոգևոր կյանքը իր բարեխոսության համեմատ։ Բայց մենք գիտենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությունից 50 օր հետո կամ նրա համբարձումից 10 օր հետո աշխարհ եկավ, այս երկրագնդի վրա իջավ մեզ համար շատ սիրելի ու ոչ պակաս փառավոր անձնավորությունը, որն որ Սուրբ Հոգին է կոչվում, իջավ այստեղ եւ մենք այսօր ի շնորհակալ Սուրբ Հոգու առաջնորդվում ենք եւ հասկանում ենք, որ առանց նրա մենք կշեղվեինք, կհեռանայինք Աստվածանից, ինքը այսօր մեզ առաջնորդում է այն խոսքը, որն որ մեզ տրված է Սուրբ Հոգու միջոցով մենք ճիշտը հասկանում ենք եւ հասկանում ենք, որ ամեն ինչ էլ որ այսօր անում ենք Սուրբ Հոգու առաջնորդությունով ենք անում։ Մենք գիտենք, որ 50 օր հետո իջավ Սուրբ Հոգին, բայց պետք է հիշենք, որ Սուրբ Հոգին ոչ թե այն ժամանակ իջավ միայն, մինչև այդ միշտ եղել է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին կար մինչև անգամ աշխարհի ստեղծելու ժամանակ։ Ես ուզում եմ մի տեղ կարդալ ձեզ համար, որպեսզի հիշեցնեմ Ծննդոց առաջի գլուխ առաջի երկրորդ համարում, տեսեք ինչ է գրված այստեղ։ Բիթյո 1 глава 1-2 стихи։ Սկզբում Աստված ստեղծեց երկինք եւ երկիրը, եւ երկիրը անձև ու դատարկ էր, եւ խավար կար անդունդի վրա, եւ ուշադիր լսեցեք, Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա։ Այսինքն այն ժամանակ արդեն Աստծո Հոգին գործում էր, ինքը այստեղ էր, եւ դուք գիտեք, որ ամբողջ պատմության մեջ մինչեւ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին միշտ եղել է այս երկրագնդի վրա, գործել է մարգարեների միջոցով, թագավորների միջոցով, ներկայացնելով Աստծո ճշմարիտ խոսքը, Աստծո կամքը ներկայացնելով, եւ մենք գիտենք, որ մենք պետք է անպայման համոզված գիտենանք, որ Սուրբ Հոգին ոչ թե ուղակի Աստծո ուժն է, ոնց որ այսօր դուք գիտեք Եհովայի վկաներ կոչված կազմակերպության մեջ շատ տարածված է, Սուրբ Հոգին Աստված է։ Այսօր մենք դխոսալու ժամանակ հիշեցինք, որ նա Աստված է, նա երրորդության երրորդ անձնավորությունն է եւ մեր այսօրվա մեր այս կարևոր գաղափարներից մեկը, ինչ էլ որ մենք հասկանում ենք ու գիտակցում ենք, երբ որ Պետրոս Արաքել, դուք հիշում եք, մի դեպք եղավ Պենտեկոստեից հետո, երբ որ հավաքում էին հավատացյալները, զոհաբերում էին, շատերը իրանց ագարակները, ունեցվածքները ծախում էին, ու այդ շատերի մեջ մի ամուսիններ կային, Անանիա Սապիրեն, որոնց որոշեցին իրանք էլ, ներեք ես խոսքի համար ուրիշ ձևը չեմ կարող ասել, իրանք էլ փառավորվեն, ինչպես քիչ դրանից առաջ ինչ որ մի անձնավորություն Բարնաբաս անունով մարդկանց ցույց տվեց ինչքանով ողորմած է լինում մարդիկ, որոնք որ զոհաբերում են իրենց ունեցվածքից, որպեսզի ուրիշներին օգտական լինեն, բայց այս ամուսինները որոշեցին փառավորվել։ Ու ես ուզում եմ կարդալ այդ տեղը, որտեղ որ Գործ Առաքելոց 5-րդ գլխի 3-4 համարում Պետրոս Արաքելը տեսեք ինչ է ասում նրանց առած գործողության համար։ Ուրեմն Деяния апостолов 5 глава с 3 по 4 стихи։ Եվ Պետրոսը ասեց Անանիային. Ինչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խոսես, շատ լսեցեք Սուրբ Հոգուն եւ ագարակի գնիցը թաքցնես, չէ որ նա որ կենում էր քորն էր եւ ծախվածն էլ քո իշխանության տակ էր, ինչ է որ այս բաները գրիր քո սրտի մեջ, ոչ թե մարդկանց սուտ խոսես, այլ Աստծուն։ Սուրբ Հոգին ներկայացնելով Սուրբ Հոգուն Պետրոս Արաքելը հիշեցնում է, որ Սուրբ Հոգին ոչ թե ուղակի նա սուտ խոսած Սուրբ Հոգին, այլ Սուրբ Հոգին որպես Աստված։ Մենք պետք է հիշենք, իմ սիրելի քույրեր, որ մենք բոլորս էլ շատ կարևորություն ենք համարում, որ մենք վկայություն տանք, որ նա
Աստծո ուժ չի միայն։ Այո, Աստծո ուժը իր մեջ չկա, որտեղ ինքը Աստված է, բայց ինքը Աստված է, երրորդության երրորդ անձնավորությունը, եւ նա գործում է այսօր, ինչպես քիչ առաջ եղբայրն էլ հիշեցեց, որ մեզ առաջնորդում է, մեզ հնարավորություն է տալի, որ մենք զգանք այն կնիքը մեզ վրա, որի միջոցով մենք այսօր համոզված գիտենք, որ փրկված ենք։ Այդ կնիքը որն որ գրավ է մեր փրկությանը, ու մենք պետք է ամեն անգամ հիշենք, որ այդ անձնավորությունը, բարի բուն իմաստով անձնավորությունը չնայած անտեսանելի, չնայած այսօր գործող մեր մեջը այդ անձնավորությունը մեզ օգնում է, որպեսզի մենք կարողանանք Աստծո հետ միշտ կապ ունենալ։ Նա Աստված լինելով ամեն ինչ գիտի Աստծո մասին։ Ու դրա համար նայեք Պողոս Արաքյալը, այստեղ միտեղ ուզում եմ ձեզ համար կարդալ, որ մենք մտածելու բան ունենանք, առաջի Կորինթացոց 2-րդ գլուխ 11-ից 12 համարում տեսեք Պողոս Արաքյալը ինչպես է ներկայացնում, ու մենք դրա մասին մտածելու բան ունենք։ Ուրեմն Первое Коринфянам 2 глава 11-12 стихи։ Որտեղ մարդկանցից ով գիտե մարդու բաները, եթե ոչ մարդի հոգին, որ նրանում է, այնպես էլ Աստծո բաները ոչ ոք չգիտե, եթե ոչ Աստծո հոգին։ Նայեք ինչ է ասում 12 համարը։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստվածանից է, որ ճանաչենք այն բաները, որ Աստվածանից տրված է մեզ։ Գիտեք, մի հրաշք, որն մեր կյանքի մեջ կատարվում է, ու ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, ովքեր այստեղ են գտնում, կարող են վկայել, որ ժամանակին մենք մեզ հավատացյալ համարելով ապրում ենք այս կյանքի մեջ լրիվ հակառակ Աստծո խոսքին, որովհետև ոչ միայն չգիտենք Աստծո խոսքը, այլ ոչ է ձգտում ենք Աստծո խոսքը գիտենալ, որպեսզի կարողանայինք գիտենալ Աստծո կամքը։ Բայց երբ որ մենք ընդունեցինք Տիրոջը, մեր Տիրոջը որպես մեր անձնական Փրկիչ, Աստված մեր մեջը մտնելով մեզ հնարավորություն տվեց, որպեսզի մենք հասկանանք Աստծո կամքը ու Աստծո կամքի համեմատ ապրենք։ Նայեք մարդը, երբ որ ապաշխարում է ու հասկանում է իր մեղավոր վիճակը, որն որ ինքը այսօր գտնվելով չի կարող այդ վիճակով երկինք ժառանգել, Սուրբ Հոգին մտնում է մարդու մեջը եւ հետո առաջնորդում է դեպի այն գործերը, որի առաջինը մկրտությունն է, ու հետո այն ծառայությունները, ինչ որ մենք կատարում ենք այս կյանքի մեջ, եւ ամեն անգամ, երբ որ Սուրբ Հոգին գործում է մարդու մեջը, ամեն անգամ Աստված իր խոսքի միջոցով Սուրբ Հոգու առաջնորդությունով մեզ օգնում է, որ մենք կարողանանք Աստծո հոգու բաները գիտենալ, Աստծո կամքը գիտենալ ու Աստծո կամքի համեմատ ապրել։ Դու գիտեք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մինչև իր խաչի վրա բարձրանալը, մինչև հարությունը, համբարձումը եւ ինչ որ կատարեց այն ժամանակ, ինքը ներկայացնում է այն իրադարձությունը իր աշակերտներին, որն որ մեզ հնարավորություն է տալի նորից եւ նորից մտածելու դրա մասին, որ ինչքանով հոգատար Աստված ունենք մենք, որ ինքը այդ երրորդությունը, որն որ այսօր մենք ներկայացնում ենք Հայր, Որդի եւ Սուրբ Հոգու անունով, մենք հասկանում ենք, որ այդ երրորդությունը անմիջական գործողության մեջ է գտնվում մեր փրկության համար։ Նա ամեն այդ Աստված, որն որ մեկ է, մենք չենք ասում, որ Աստված երեքն են, մենք գիտենք, որ Աստված մեկ է, բայց այդ մեկ Աստված երրորդանալով Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի դեմքերով մեզ անում է այնպես, որ մենք կարողանանք փրկության առաջնորդություն ունենալ եւ կարողանանք հասկանալ այն ինչը որ մարդու համար շատ անգամ անհասկանալի կլինի, եթե նա իր խելքով ուզենա ինչ որ մի բան անել։ Նայեք Հովհաննես 16-րդ գլուխ 5-ից 7 համարները։ Մենք անցյալ կիրակի օրը հիշեցինք 5-ից մինչև 7-րդ համարի առաջի մասը, ես ուզում եմ հիմա 5-ից 7 համարը լրիվ կարդալ, որ մենք հասկանանք, թե ինչ է Աստված ուզում մեզանից։ Բայց հիմա ինձ ուղարկողի մոտ եմ գնում եւ ձեզանից ոչ մեկը չի հարցնում, թե ուր ես գնում, այլ որովհետեւ այս բաները խոսեցի ձեզ հետ, տրտմություն լցրեց ձեզ սիրտը։ Բայց ես ճշմարտություն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետեւ եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Աստված մարմնի մեջ այստեղ գտնվելով նա մինչև իր խաչելությունը, մինչև հարությունը խոսք է տալի իր աշակերտներին, որ ես գնալու եմ, բայց քանի որ իմ գնալը
ձեզ համար տրտմություն է, ուզում եմ հիշեցնել, որ դա ձեզ համար ավելի լավ է, քան թե իմ այստեղ մնալը։ Ու ինքը հիշեցնում է, որ ինքը մեզ անտեր չի թողնալու։ Ինքը պետք է ուղարկի մեկին, որը պետք է մեր մեջը լինի ու մեզ առաջնորդի։ Ու այս խոստումը, ինչ որ Աստված կատարեց 2000 տարի առաջ, մարմնի մեջ գտնվող Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ի կատարածվեց, դուք գիտեք, Պենտեկոստեի օրը, այն ժամանակ 2000 տարի առաջ, ու մինչև առ այսօր Սուրբ Հոգին ներբնակ է յուրաքանչյուր հավատացյալի մեջ է։ Ներբնակ նշանակում է, որ ոչ թե ինքը մտնում ու դուրս է գալիս ժամանակին։ Դուք գիտեք, որ Սուրբ Հոգին մարգարեների մեջ, երբ որ մտնում էր, օրինակ Սաուղի մեջ, հիշում եք, չէ՞, ինքը լցվեց Սուրբ Հոգով, սկսեց մարգարեություն անել, շատ խելացի գաղափարներ ասեց, բայց հետո ինքը որոշեց, որ ինքը իրանով ավելի ճիշտ կերնի եւ Սուրբ Հոգին նրա մեջ չմնաց, այլ նրա մեջ չար հոգին մտավ եւ ինքը շատ վատ բաներ արեց։ Ուրիշ դեպքերում էլ շատ անգամ է եղել, երբ որ Սուրբ Հոգին մտել, դուրս է եկել մարգարեների եւ թագավորների մեջը, բայց այսօր մենք պետք է գիտենանք, որ երբ որ մարդու մեջ Սուրբ Հոգին մտնում է, նա ներբնակ է, այսինքն նա էլ դուրս չի գալի։ Մարդու մեջ մարդը ոնց որ ասում են պրախատնոյ դվոր չի որ մտավ դուրս եկավ մտնում է մեջ ու գործում է մինչև մարդու կյանքի վեճը 2000 տարի ինչ Սուրբ Հոգին գործում է եւ մեզ հնարավորություն է տալի որպեսզի մենք նորից եւ նորից հասկանանք իրականությունը այն իրականությունը որ Աստված ներկայացնում է իր խոսքի մեջ է Սուրբ Հոգու գալուսյան կարևոր գաղափարներից մեկը մեզ հնարավորություն է տալի ջոգելու մեր այսօրվա վիճակը Իմ սիրելիներ, մենք շատ անգամ մտածում ենք, Սուրբ Հոգին մի անձնավորություն է, որ մտնելով մեր մեջը ֆիզիկապես իր ներկայությունը չի զգացնել տալի։ Բայց միևնույն ժամանակ նայեք 8-րդ համարն եմ կարդում 16-րդ գլխի 8-րդ համարը, ինչ պետք է անի Սուրբ Հոգին երբ որ գա, եւ նա երբ որ գա աշխարհին կհանդիմանե մեղքի համար, արդարության համար եւ դատաստանի համար։ Ինքը կգա ու մեղքի համար արդարության համար դատաստանի համար ու մենք պետք է հիշենք մի կարևոր բան երբ որ մենք լսում ենք այս կարևոր գաղափարները մենք հասկանում ենք որ եթե մենք իրականում Աստվածանից ջոգնված մարդիկ ենք որոնք որ ստացել են այն կնիքը, որն որ Սուրբ Հոգու կնիքն է մեր մեջը, մենք պետք է հասկանանք, որ եթե Սուրբ Հոգին հանդիմանում է աշխարհին, բայց մենք ապրելով այս կյանքի մեջ, հիշում եք մի քանի շաբաթ առաջ մենք խոսացինք Պողոս Արաքյալի խոսքերը, որն որ ներկայացնում է ինչպես մարդկանց, որոնք որ ոչ թե իրանց մտքերով նորոգվում են, այլ կերպարանվում են աշխարհի հետ, երբ որ հավատացյալ կոչված մարդը, որն որ ժամանակին ապաշխարել է, մկրտվել է ու կարող է պատահի տասնյակ տարիներ հավատքի մեջ է գտնվում, բայց միևնույն ժամանակ այն գործոն, այն process-ը, որն որ կատարում է մարդու մեջ է, որ ինքը ոչ թե նորոգվում է մտքով, այլ աշխարհին կերպարանվում է, գիտեցեք որ այսպիսի հավատացյալ կոչվածին հենց դա են պատկանում այն խոսքերը ինչ էլ որ Սուրբ Հոգին եկավ ու ասեց դատաստանի մեղքի դատաստանի եւ կներեք մեղքի համար արդարության համար եւ դատաստանի համար մենք պետք է հասկանանք որ ոչ ապաշխարությունը Եթե մենք ասում ենք, որ մենք վկայում ենք, որ մենք ապաշխարել ենք, ոչ մկրտությունը մեզ ոչ մի օգուտ չի բերի, եթե մենք շարունակում ենք այս աշխարհի կերպարանքով ապրել։ Եթե մեր միտքը չի նորոգվում ու մենք չենք սկսում նայել Աստծո կամքի վրա, ինչպես բարին, հաճելին եւ կատարյալ։ Այսա շատ կարևոր է ու եթե ես այսօր Սուրբ Հոգու այս հանդիմանությունը լսում եմ, բայց ապրում եմ այս կյանքի մեջ ավելի ու ավելի կերպարանվելով այս աշխարհի հետ, ուրեմն այդ հանդիմանությունը ոչ միայն աշխարհինն է, այլ նաև իմն է։ Ու մեզանից յուրաքանչյուրը տեղ նայի իր կյանքի վրա, ինչպիսի կյանքով է ապրում ինքը, ինչքանով է ինքը մտքի նորոգության գործոնի մեջ գտնվում կամ այս աշխարհի կերպարանվելու process-ի մեջ։ Եթե մենք հակառակն ենք անում, ինչ էլ Աստծո խոսքն է մեզի հիշեցնում, ուրեմն այս հանդիմանությունը մեզ համար է։ Հիշեցնում եմ մի կարևոր բան, որ Սուրբ Հոգին
ինչպես քիչ առաջ էլի եղբայրն էլ հիշեցրեց, Աստծո խոսքի մեջ նոր կտակարանում ներկայացված է մի քանի անուններով։ Ինքը Սուրբ Հոգի է, Աստծո Հոգի է, ճշմարտության Հոգի է, Մխիթարիչ, ու այս ամենը ինչ էլ որ Աստված ներկայացնում է Սուրբ Հոգի անունները, նրանք ոչ թե ուղղակի նրա անուններ են, այլ նրանք գործունեությունն է։ Այս կյանքում Սուրբ Հոգին գործում է որպես ճշմարիտ հոգի, որպես մխիթարիչ, որպես Աստծո հոգի։ Մենք պետք է հասկանանք, որ քննելով Սուրբ Հոգու գործունեությունը ընդհանրապես մեր կյանքի մեջ, դրանով մենք կարող ենք գան այն եզրակացության, որ իրականում Սուրբ Հոգին գործում է ու մեր մեջը ու ինքը մեզի առաջնորդում է դեպի հավիտենական կյանքը։ Մի քանի կարևոր գործողություններ Սուրբ Հոգու համար քիչ առաջ եղբայրը հիշեցրեց, որ ինքը մեզ համար կնիք է, բացի դրանից ես մի քանի բաներ եմ ուզում ներկայացնել, բայց միևնույն ժամանակ պետք է հիշենք, որ այս չնայած 7-ն է այստեղ, ինչ որ պետք է ներկայացնեմ, այդ 7 գործունեությունը Սուրբ Հոգու, դրանք լրիվ չեն, շատ ավելի շատ են։ Ուզում եմ, որպեսզի դուք էլ մտածեք ձեր կյանքի մեջ, թե բացի այս 7-ից, ինչ որ հիմա կներկայացնենք, էլի ինչ բաներ կարող է Սուրբ Հոգին գործել մեր կյանքի մեջ, որպեսզի մենք կարողանանք զգանք նրա ներկայությունը մեր մեջ։ Առաջինը, Սուրբ Հոգին որպես մխիթարիչ։ Քիչ առաջ հիշեցինք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ հնարավորություն տվեց հասկանալու, որ ինքը երբ որ կգա, ինքը կգա որպես մխիթարիչ։ Ինչու՞մն է Սուրբ Հոգու մխիթարությունը։ Իհարկե մենք հասկանում ենք, որ մեր ֆիզիկական կյանքի մեջ շատ դժվարություններ, նեղություններ ա լինում, մենք կորուստներ ենք ունենում, շատ անգամ մեր հարազատները, մոտիկները մեզանից հեռանում են, ոմանք շատ շուտ են հեռանում, եւ մենք իրականում մխիթարության կարիք ունենք։ Ու մարդկային մխիթարությունը մեզ հավատացյալներիս համար բավական չի։ Աստված պետք է մեզ մխիթարի, բայց ամենակարևորը գիտեք ինչու՞մն է մեր մխիթարությունը։ Դուք գիտեք, որ ամբողջ քրիստոնյաների պատմության մեջ 2000 տարվա ընթացքում ճշմարիտ քրիստոնեությունը միշտ հալածանքի մեջ էր գտնվում։ Ճշմարիտ քրիստոնեությունը հալածանքի մեջ էր գտնվում։ Եվ գիտեք, շատ անգամ մարդու համար դժվար է մտածել, որ ինքը լինելով ամենակարող Աստծո զավակ, այս աշխարհի մեջ հալածանքի մեջ է գտնվում։ Մենք շատ անգամ մարդկային ձևով մտածելով կարծում ենք, որ եթե մենք թագավորի զավակներ ենք, մենք պետք է այստեղ ապրենք այնպես, որ ոչ մի խնդիրներ չունենանք մեր կյանքի մեջ, բայց ցավոք սրտին խնդիրներ ունենք։ Բացի դրանից, որ մենք աշխարհի նման դժվարություններ ունենք, հիվանդություն, նեղություն, շատ ուրիշ բաներ, բացի դրանից նաև աշխարհի կողմից հալածանքներ ունենք։ Եվ մենք այսօր դրա վրա ավելի շատ կարիք ունենք, իմ սիրելիներ, մխիթարության, որպեսզի մենք կարողանանք հասկանանք։ Ունայք մեր Տեր Հիսուս Քրիստոսը այս 16-րդ գլխի մեջը ինչպես է ներկայացնում այս կարևոր գաղափարը։ Հովանու 16-րդ գլուխ 20-22 համարները։ Իոաննա 16 глава 20 и 22 стихи։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք լաց կլինեք եւ կողպաք եւ աշխարհը կուրախանա, դուք կտրտմիք, այլ ձեր տրտմությունը օրոխություն կլինի։ Կինը երբ որ ծնում է, տրտմություն ունի, որ նրա ժամանակը հասել է, բայց երբ որ երեխան ծնեք, նեղություն էլ չի հիշում այն ուրախության համար, որ մի մարդ ծնվեց աշխարհի մեջը։ Ունայք 22-րդ համարը։ Եվ դուք էլ հիմա տրտմություն ունիք, բայց դարձյալ կտեսնեմ ձեզ, եւ ձեր սիրտը կուրախանա, եւ ձեր ուրախությունը ոչ ոք չի առնի ձեզանից։ Գիտեք, սա ինչքան մեծ մխիթարություն է մեզ համար, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ հիշեցնելով այսօրվա մեր վիճակը, մեզ ներկայացնում է մեր ապագան, այն ուրախությունը, որն որ հնարավոր չի մեզանից վերցնելու։ Ու դա շատ քիչ ժամանակ պետք է անցնի։ Գիտեք, կարող է պատահի մարդը ապրի 50-60 տարի մկրտվելուց հետո, բայց այդ բոլորս էլ լավ գիտենք, որ 50-60 տարին սա այնքան շուտ կթռնի կանցնի, բայց այն հավիտենականություն, որ Աստված պատրաստել է մեզ համար, շատ ավելի կարևոր պետք է լինի։ Ու Սուրբ Հոգին մեր մեջը գտնվելով մեզ ցույց է տալի, որ չնայած այս կյանքի մեջ մեզ լավ աչքերով չեն նայում մարդիկ։ Շատ անգամ անարգում են, շատ անգամ ուրիշ ձևի դուք երևի ձեր վրա զգացել եք մարդկանց այդ բաները, ինչքանով մարդիկ
ծաղրանքով մոտիկացել են այդ հարցի մեր կյանքի մեջ, երբ որ մենք թողնելով մեր հայրավանդ հավատքը դարձել ենք դեպի ճշմարտությունը։ Բայց մենք լավ գիտենք, որ այս ամեն ինչ ինչ որ կատարում է, այսօր մենք այնքան մեծ նեղություններ չունենք, ինչպես շատ երկրների մեջ, երեք լսում էի բանը Չինաստանում, դուք գիտեք, այսօր շատ երկրներում կան, որ հալածում են քրիստոնյաներին, բայց Չինաստանում առավել եւս, որտեղ այնտեղ շատ մեծ է, շատ են ժողովուրդը, ասում են մի բանը աղոթատուն տրաքցրեցին, իրենք չինացիները տրաքցրեցին, դադարեցնելով նրանց ծառայությունը։ Ու պատկերացրեք, որ մենք հանգիստ նստած ենք, ամեն կիրակի գալիս ենք այստեղ, գիտենք, որ մեզ ոչ ոք նեղություն չի տա, ոչ ոք մեզ դուս չի անի, մենք մեր աղոթատան մեջն ենք գտնվում, ու մեր պետությունը, որտեղ որ մենք գտնվում ենք, մեզ նեղություն չի տալի, բայց պատկերացրեք այն երկրները, որտեղ որ քրիստոնյաները հալածված են։ Ու դուք գիտեք, որ 2000 տարի քրիստոնեական այս ժամանակաշրջանում միշտ քրիստոնյաները հալածված են եղել։ Ես ինիկատիվ ունեմ ճշմարիտ քրիստոնյաները։ Ու Աստված ամեն անգամ մխիթարել է մարդկանց։ Ու այսօր էլ շարունակում է մխիթարել։ Իմ սիրելիներ, եթե այսօր ինչ որ մեկը նեղություն է քաշում Քրիստոսի անունի համար, ինչ որ մեկը անարգվում է կամ ծաղրվում է իր միջև անգամ հարազատների, մոտիկների, հարևանների կողմից, գիտեցեք, որ մենք մխիթարություն ունենք Աստվածանից։ Մենք մխիթարություն ունենք մեր ապագայի մասին, որովհետև մենք երանելի ապագա ունենք, ու էլի եմ ասում, այդ ապագայի հաստատումը Սուրբ Հոգու ներկայությունն է մեր մեջ որպես կնիկ, որպես պիչած, որ մենք ունենք մեր մեջը ու դրանով գործելով Աստծուն փառք ենք տալի, որ Աստված այդքան ողորմած լինելով մեզ հնարավորություն է տալի ոչ թե առաջնորդելու դեպի հավիտենական կյանքը, այլ ամեն անգամ մխիթարելու, որ ինչքան էլ նեղություն ունենք այս կյանքի մեջ, ինչքան էլ դժվարություն ունենք, միջև անգամ Քրիստոսի անունի համար, լինելով Աստծո զավակներ, մենք ունենք երանելի ապագա, հավիտենական կյանք, ընդեղ ոչ մեզ ոչ կնեղացնի, ոչ կհալածի, ոչ կծաղրի, ընդեղ մենք հավիտյանս մեր ամենակարող Աստծո հետ կլինենք։ Երկրորդ կարևոր բանը, Սուրբ Հոգին ոչ միայն մխիթարիչ է մեզ համար, այլ նա ներկայացված է որպես ճշմարտության հոգի։ Ես չգիտեմ ոնց եք դուք մտածում, բայց ես մի բան գիտեմ, որ իմ ապագան հիշելով, որ ես հավատացյալ լինելով ապրում եմ այս կյանքի մեջ ու չգիտեի ճշմարտությունը, միջև անգամ ես եղբայրներին, քույրերին շատ անգամ պատմել եմ, որ միջև անգամ իմ ապաշխարելուց ու մկրտվելուց հետո մի փոքր ժամանակ էլի ես ճշմարտության հետ լավ հարաբերության մեջ չէի, որովհետև ես մտածում էի, որ ես մի հատ ապաշխարել եմ, մկրտվել եմ, ինչ եմ մնում, ապրեմ այս կյանքի մեջ, ձգտեմ այս չանել, այն չանել, ու դրանով ես կարող եմ երկինք ժառանգել, բայց Աստված միշտ գործել է իմ մեջ, ու ես հնարավորություն եմ ունեցել հասկանալու, որ ճշմարտությունը միայն ապաշխարելու մկրտվելու մեջ չի, այլ նաև այն բոլոր գործողությունների մեջ, ինչ որ հետ մկրտական կյանքով է լինում, եւ դա կատարում է միայն եւ միայն Սուրբ Հոգին։ Նայեք, ելի մի անգամ Հովհաննես 16-րդ գլուխ 12-14 համարները։ Иоанна 16 глава 12-14 стихи։ Տակավին շատ բան ունիմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Բայց երբ որ նա ճշմարտության հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձիցը չի խոսի, այլ ինչ որ կլսեք, խոսե, եւ գալու բաները կպատմե ձեզ, նա ինձ կփառավորի, որովհետև իմիցը կառնե եւ կպատմե ձեզ։ Նայեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ֆիզիկապես ներկա լինելով իր աշակերտների մոտ, ինքը բացատրում է, որ մարդկային կարողությունը, որ շատ անգամ սահմանափակված է, հնարավորություն չի տալի, որպեսզի ճշմարտությունը լիովին հասկանալի լինի, եթե մարդու մեջ չլինի Աստծո ներկայությունը։ Աստծո կողքը, մարդու կողքը, նա մարդուց մի քիչ անկում, դա ոչ մի նշանակություն չունի։ Մարդու մեջը պետք է լինի։ Ու շատ անգամ, երբ որ մարդը չի հասկանում ինչ որ մի բան, շատ անգամ մտածում է, ինչի ես չեմ կարողանում հասկանալ։
Բայց մի բան կա իմ սիրելիներ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այսօր մենք ճշմարտությունը գիտենք, ոչ թե դրա համար որ մենք խելացիներ ենք, ոչ թե դրա համար որ մենք ուրիշներից ավելի լավ գիտենք ու շատ անգամ ենք կարդացի Աստծո խոսքը, այլ որովհետև մեր միջի գտնվող ճշմարտության հոգին, որ նույն Սուրբ Հոգին է, նա է առաջնորդում ու բաց անում ճշմարտությունը։ Եթե ինչ-որ կազմակերպություններ ու հավատքի ուղղություններ կա, որոնք որ սխալ գաղափարներ են ասում, որոնք Աստծո խոսքին հակառակ է, ու մենք ամեն ձևով ձգտում ենք ճշմարտությունը պահպանել ու սխալներից հեռու ենք գտնվում, դա ոչ թե դրա համար է, որ մենք մկրտականներ ենք ու նրանք չէ, այլ որովհետև մեր մեջը գործում է Սուրբ Հոգին ու նա մեզ առաջնորդում է, որպեսզի ամեն սխալներից մեզ հեռու պահի, ու մենք կարողանանք ճիշտ առաջնորդություն ունենալ։ Բայց ցավոք սրտին, երբ որ այդ բանը չի եղնում մեր կյանքի մեջ, մենք հնարավորություն չենք ունենում ճշմարտությունը ճանաչել ու ճաշակել։ Չենք ունենում, որովհետև այն հոգին, որն որ մեր մեջն է, նա է միայն մեզ առաջնորդում։ Առանց Սուրբ Հոգու առաջնորդության մենք ճշմարտությունը երբեք չենք հասկանա ու միշտ մոլորության մեջ կլինենք։ Տեսեք, Հովհաննես 14-րդ գլուխ 15-17 համարները ինչ է ասում մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Մի երկու գլուխ ընկում։ Իոաննա 14 глава 15-17 стихи։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները պահեցեք, եւ ես Հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյանս։ Ճշմարտության հոգին, ուշադիր լսեցեք, որին աշխարհը կարող չի ընդունել, որ չի տեսնում նրան եւ ոչ էլ ճանաչում նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետեւ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Նայեք համեմատություն, մենք պետք է հասկանանք, որ մեր աշխարհի հետ տարբերությունը ոչ թե նրանում է, որ աշխարհը գմբեթավոր բաների մեջ, գմբեթավոր շինությունների մեջ է գնում, մոմ եւ ուրիշ բաներ է պաշտում, իսկ մենք այսօր չենք անում այդ բանը, մենք ուրիշ տեղ ենք գնում, այլ մենք պետք է հասկանանք, որ աշխարհը այսօր չնայած որ իրենց քրիստոնյա են անվանում, հիշեցնում եմ, որ աշխարհի 1/3 մասը, համարյա 1/3 մասը քրիստոնեություն է։ Երևի 1/3 չէ, մի քիչ ավելի պակաս, բայց մոտավորապես 2 միլիարդից ավել քրիստոնեություն կա աշխարհի երեսին, որոնցից շատերը չեն ճանաչում Սուրբ Հոգուն։ Բայց դուք ասում եք ճանաչում եք, ինչու եք ճանաչում, որովհետև ինքը ձեր մեջն է եւ միշտ ձեր մեջը կմնա։ Ինքը ձեզ կառաջնորդի, որովհետև նա ճշմարտության հոգի է։ Ու հիմա այսօր մենք մտածելու բան ունենք, երբ որ մենք գիրք ենք կարդում, երբ որ մենք վկայություններ ենք տալի, ինչքանով այդ բանը կատարում է Սուրբ Հոգու միջոցով եւ ոչ թե մեր խելքով, որ ցավոք սրտին մարդկային միտքը շատ անգամ շեղում է ճշմարտությունից եւ այսօր մենք տեսնում ենք շատ այդպիսի վիճակներ։ Երրորդ կարևոր բանը Սուրբ Հոգու գործունեությունը, Սուրբ Հոգին որպես վկա, որ մենք Աստծո որդի ենք։ Գիտեք, ես շատ եմ լսել այսօր, երևի դուք էլ եք լսել, որ շատ մարդիկ, ովքեր այսօր հավատում են, որ Աստված կա, իրանք ասում են, որ մենք Աստծո որդի ենք, եւ դրա ապացույցը նրանում է, որ իրանք ասում են, որ մենք Աստծո ստեղծվածներն ենք։ Դրա համար էլ մենք Աստծո որդիներ ենք։ Բայց այդպես չի իհարկե, որովհետև Աստված բացի մարդուց ստեղծել է նաև ուրիշ շնչավոր արարածներ եւ Աստված չի կարող այն անասուններին կամ թռչուններին իր որդիներ համարել։ Աստծո որդի լինելը նրա ստեղծագործությունից ելած չի, իմ սիրելիներ։ Մենք պետք է հասկանանք, ու նայեք Հռոմեացոց 8-րդ գլխի 15-17 համարներում Պողոս Արաքելը ինչպես է ներկայացնում այս ճշմարտությունը, որ մեզանից յուրաքանչյուրը մտածելու բան ունենա։ Римлянам 8 глава 15-17 стихи։ Որտեղ դուք ծառայության հոգի չառակ, որ դարձյալ վախենակ, այլ որդեգրության հոգին առակ, որով աղաղակում եք Աբա Հայր։ Նույն ինքը հոգին վկայություն է տալի մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդի ենք։ Ուշադիր լսեցեք 17 համարը։ Եվ եթե որդիք, ապա ժառանգներ էլ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որ եթե նրա չարչարանքներին կծորթենք, փառքին էլ մասնակից լինենք։ Ինքը հոգին, հայկական թարգմանության մեջ շատ ուժեղ բացատրություն է տալիս, ինքը հոգին,
Սուրբ Հոգին մեր հոգու հետ միասին մեզ զգացնել է տալի, որ մենք Աստծո զավակ ենք։ Ինչպես է զգացնել տալի, որ մենք ծնված ենք ոչ թե միայն ֆիզիկական, այլ նաև վերստին ծնունդ ենք ունեցել մեր կյանքի մեջ։ Սուրբ Հոգու միջոցով նայեք Պետրոս Առաքելը ինչ է ասում, առաջի Պետրոս առաջի գլուխ 22-23 համարները։ Շատ եմ խնդրում ուշադիր լսեցեք, որովհետև այս ամեն ինչը մենք քննում ենք մեր անձը ու տենում ենք իրականում գործում է թե չէ այն անձը, որն որ Սուրբ Հոգի է կոչվում մեր մեջը։ Первая Петра, 1 глава, 22-23 стихи։ Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտության հնազանդությամբ անկեղծ եղբայրասիրության համար մաքուր սրտով իրար սերտ սիրեցեք, վերստին ծնված լինելով ոչ թե ապականության սերմիցը, այլ անապական սերմիցը, Աստծու կենդանի եւ հավիտենական խոսքով։ Սուրբ Հոգու միջոցով մեր վերստին ծնունդը լինում է Սուրբ Հոգու միջոցով, երբ որ մենք ներկայացնում ենք Աստծուն, ներկայանում ենք Աստծուն որպես մեղավոր մարդիկ ու խնդրում ենք Աստվածից ներողություն, Սուրբ Հոգին մեր մեջը մտնելով մեզ հնարավորություն է տալի հասկանալու ու զգալու, թե մենք իրականում մեղավոր լինելով Աստծո կարիքը ունենք։ Ոչ թե մենակ այն ժամանակ, երբ որ սրբվում ենք, այլ միշտ մինչև մեր կյանքի վերջը առաջնորդելով, որովհետև մեր ծնունդը ոչ թե տղամարդու կնգա հարաբերության հետ է կախված, այլ Քրիստոսի արյունի հետ։ Մենք մյուս կիրակի օրը պետք է հիշենք այդ արյան մասին ու մենք պետք է միշտ հասկանանք, որ մեր հարազատությունը, նայեք, շատ կարևոր բան է։ Մենք կարող է պատահի ասենք, որ մենք Սուրբ Հոգի ունենք, բայց մտածենք մեր կյանքի մասին, ինչ հարաբերության մեջ ենք մեկս մեկից հետ։ Մենք ունենք սեր, ինչպես այստեղ գրված է, բանը Պետրոս Առաքյալն է ասում, թե ուղղակի մենք ապրում ենք այս ֆիզիկական կյանքի մեջ, շաբաթը մի անգամ իրար հանդիպելով, բարևելով, ժպտալով եւ դրանով բավարարվելով։ Աստված հիշեցնում է մի կարևոր բան, մեր միջի գտնվող Սուրբ Հոգին թույլ չի տալի, որ մենք մեկս մեկիս հանդեպ ատելություն ունենանք, այլ ընդհակառակը, սիրով լցված կարողանանք գործել Աստծո փառքի համար, որպեսզի Աստված փառավորվի մեր միջոցով, որ մենք կարողանալով այստեղ իրար սիրելով աշխարհին էլ սիրել ու աշխարհի մարդկանց էլ ներկայացնել այն ճշմարտությունը, որն որ նրանց կբերի դեպի հավիտենական կյանքը։ Չորրորդ կարևոր բանը, Սուրբ Հոգին մեզ ճիշտ աղոթքի հնարավորություն է տալիս։ Դուք գիտեք, անցյալ անգամ էլ մենք հիշեցինք, այսօր էլ ուզում եմ ձեզ կարդալ այս կարևոր տեղը, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը մտածելու բան ունենա։ Մենք աղոթքներ ենք անում, շատ անգամ կարող է պատահի շատ լավ դասավորված գեղեցիկ աղոթքներ, բայց այդ աղոթքների մեջ կարող է կյանք չեղնի, եթե այն չի առաջնորդում Սուրբ Հոգով։ Տեսեք, ինչ է ասում Հռոմեացուց 8-րդ գլուխ, դեռևս 8-րդ գլուխը շատ ուժեղ գլուխ է, ու այնտեղ շատ գաղափարներ է գրված, 26-27 համարներ է։ Տեսեք ինչ է ասում։ Римлянам 8 глава 26-27 стихи։ Այնպես էլ Հոգին, Սուրբ Հոգու մասին է խոսում, օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթ անենք, ինչպես արժան է, չգիտենք, բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում եւ սրտերը քննողը գիտե թե ինչ է Հոգու խորհուրդը, որտեղ Աստծուն վայել կերպով սուրբերի համար բարեխոսում է։ Այո, մենք շատ անգամ ցանկություններ ունենք, որոնք գիտենք, որ ներկայացնելով Աստծուն, Աստված միայն Աստված կարող է մեր բոլոր խնդրանքների պատասխանը տալ։ Հիվանդություն կա, բժիշկներ կան, որ Աստված ստեղծել է այդ բժիշկներին, որպեսզի մեր հիվանդություններին, բայց մենք գիտենք, որ եթե Աստված բժիշկի մեջ չդնի իմաստություն, չդնի այն դեղորայքների մեջ զորություն, մեր հիվանդության վրա ոչ մի ազդեցություն չի ունենա ու շատ անգամ մենք զգում ենք այդ բանը։ Երբ որ գնում ես բժիշկի, ինքը քննում է քեզի, գրում է դեղեր, տալիս է քեզի, փողանակ է դեղեր օգնի ավելի վատ վիճակի մեջ է գցում քեզ։ Շատ անգամ մենք մոռանում ենք, որ Աստված մեր մեջը գտնվելով ինքն է մեզ առաջնորդում ու եթե միջև անգամ դժվարությունները չի դատարում մեր կյանքի մեջ, Աստված գիտի ավելի լավ ինչ է պետք մեզ կանցնել մենք ինքներս։ Ու մենք պարտավոր ենք իմ սիրելիներ, ոչ թե տրտնջալ, բողոքել,
ով Աստված, ես խնդրում եմ, քեզ այս մեծ բաներ խոմ չեմ խնդրում, միլիոններ ու միլիարդներ խոմ չեմ խնդրում։ Ուզում եմ որպեսզի մի քիչ ավելի առողջ եղնեմ, որ կարողանամ նորմալ ապրել այս կյանքի մեջ։ Բայց Աստված կարող է պատահել քո հիվանդության միջոցով փառավորվում է։ Ինչպես Պողոս Արաքյալի դեպքում հիշում եք, չէ՞, երբ որ Պողոս Արաքյալը 3 անգամ խնդրեց ու նրան Աստված մերժեց, ինքը Պողոս Արաքյալը հասկացավ, որ այն դեպքում, երբ որ այդ հիվանդությունը իր մեջ գործում է, այն դեպքում ինքը ավելի ուժեղ կփառավորի Տերոջը, որովհետև Աստված այդպես ասեց. բավական է այն շնորհքը, ինչ որ տվել եմ քեզի։ Ու այդ շնորհքի միջոցով դու ինձ ավելի կփառավորես այդ վիճակի մեջ, քան թե երբ որ դու կստանաս այն քո խնդրանքների պատասխանը։ Մենք կարող ենք այդ բանը անել։ Մենք կարող ենք անել, եթե Սուրբ Հոգին մեր մեջ գործում է։ Երբ որ մենք նրան չենք կաշկանդում, երբ որ նրան չենք անեցանում, որ ինքը լինելով մեր մեջը լիարժեք տիրություն չի անում մեր մեջը, այլ մեր ուզածի պես է առաջնորդում, այդպես չի կարող եղնի, Սուրբ Հոգին Աստված է, նա Տեր է եւ նա պետք է անի այն, ինչ որ Տերն է անում։ Եթե մենք նրան խափանում ենք, ուրեմն նա չի գործի մեր մեջ այնպես ինչպես որ պետք է։ 5-րդ կարևոր բանը, Սուրբ Հոգին մեզ պարգևներ է տալի ծառայության համար։ Շատ հայտնի գլուխներ, թե Հռոմեացոց 12-րդ գլուխը, թե Առաջի Կորինթացոց 12 գլուխը, 2-12-րդ գլխի մեջ է։ Ես կարդամ Առաջի Կորինթացոց 12-րդ գլխի 4-րդ համարից։ Անդրում եմ ուշադիր լսեցեք, 1 Коринфянам 12 глава, с 4 стиха начиная. Պարգևները զանազան են, բայց Հոգին նույնն է, եւ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է, եւ ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենի մեջ ներգործում է, բայց ամեն մեկին տրված է Հոգու հայտնության օգտի համար։ Հետաքրքիր է, գիտեք, ես նորից եմ ասում, վատ չի է, որ մարդը ինչ-որ մի բան է ցանկանում։ Մարդը երբ որ ասում է, որ ես էս եմ ուզում կամ այն եմ ուզում, շատ լավ բան է, որովհետև գրված է ասում, երբ որ մարդը եպիսկոպոսության է ցանկանում, լավ բան է ցանկանում։ Պողոս Արաքյալը պարզ բացատրում է մեզի, բայց գիտեցեք, որ մեր բոլոր ծառայությունների պարգևները ոչ թե մեր ցանկության համեմատ է լինում, այլ ինչպես Աստված է ուզում։ Սուրբ Հոգին է ինքը որոշում, գիտեք, ես ով պետք է լինեմ։ Եթե ես ասեմ Տեր, ես ուզում եմ այս բանը եղնեմ, բայց Սուրբ Հոգին ինձի ուրիշ բանի համար է պատրաստել, գիտեցեք, որ դա ճիշտ չի եղնի, ես կարող եմ պատահի հասնեմ իմ նպատակին, հասնեմ այն բանին, ինչ որ ուզում եմ, բայց դա Սուրբ Հոգու կողմից չի եղնի։ Ինքն է որոշում, գիտեք, շատ անգամ մենք զարմանում ենք ու մտածում ենք, ինչի Աստված մեկին մի բան է տալի, մյուսին մյուս բան, երբ որ այն մարդու մեջ ուրիշ ցանկություններ կա։ Այո, իմ մեջ կարող է շատ ցանկություններ եղնի, բայց այդ ցանկությունները ինչքանով համապատասխանում է Հոգու առաջնորդության, սա մտածելու բան է տալի։ Դրամ էլ մեզանից յուրաքանչյուրը ոչ թե մենակ մեր ցանկությունները ներկայացնելով Աստծո մոտ պետք է Աստծո առաջ կանգնենք ու խփելով սեղանին ասենք «Ո Աստված, ես եմ ուզում», այլ պետք է աղոթ կանենք ու խնդրենք Տեր, մենք բոլորս գիտենք, որ Սուրբ Հոգին է մեզի պարգևներ տալիս։ Եվ ինքը տալիս է այնպես, ինչպես որ ինքն է ուզում։ Ինքը դրա իրավունքը ունի, որովհետև Աստված է։ Մնում է մի բան, Տեր, ես ուզում եմ, որպեսզի դու ինձ բաց անես իմ պարգևը։ Այն պարգևը, որի միջոցով ես կարող եմ քեզ ծառայել ու փառավորել։ Ես համոզված եմ, երբ որ մարդը խոնարհությամբ մոտիկանում է, ոչ թե ստիպելով, ոչ թե պահանջներով, այլ խոնարհությամբ մոտիկանումը Աստված կտա իրան այն պարգևը, որի միջոցով կփառավորվի մարդը։ Ոչ թե ներողություն, Աստված եւ ոչ թե մարդը։ Դա էլ մտածելու բան ունենք մեր կյանքի մեջ, որովհետեւ մենք կարողանանք հասկանանք, որ նա է տալի պարգևները, ու պարգևները զանազան են։ Եկեղեցում ամեն պարգև է պետք է, բայց ամեն մեկին տալիս է ինքը ինչպես որ ինքն է ուզում։ Անկախ նրանից քո ցանկությունը ինչպեսին է։ 6-րդը Սուրբ Հոգին մեզ կերպարանափոխում է Հիսուսի նման։ Միայն Սուրբ Հոգին կարող է մեր կյանքի մեջ կամաց մեզ դարձնի Հիսուսի նման։ Մենք ինքներս ինչքան էլ ջանք անենք իմ սիրելիներ, ինչքան է ուզենանք այս կյանքի մեջ Հիսուսի նմանվել չենք կարողանա։ Ինքն է մեզ ամեն ինչ անում, ու նայեք
Առաջի Կորինթացոց 3-րդ գլխի 18 համարում ինչպես է ներողություն 2-րդ Կորինթացոց 3-րդ գլուխ 18 համարում Պողոս Արաքելը ինչպես է ներկայացնում 2 Коринфянам 3 глава 18 стих Բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք ինչպես թե Տիրոջ հոգուցը Նայեք հետաքրքիր բան մենք կամաց դեպի Տիրոջ փառքն ենք գնում այնտեղ երկնքի արքայության մեջ մենք կվայելենք Տիրոջ փառքը լիովին բայց այսօր կամաց դեպի փառքն ենք գնում փառքից փառք այսինքն հոգևոր աճը որ նոր մեր կյանքի մեջ կատարում է սա Սուրբ Հոգու շնորհքով է կատարում ու մենք պետք է հասկանանք որ ամեն անգամ երբ որ մեր կյանքի մեջ առաջընթաց է լինում սա ոչ թե մեր աշխատանքի արդյունքն է միայն այ ես այնքան աշխատեցի այնքան կարդացի դրա համար ես աճում եմ հոգևոր չէ Աստված է մեզ աճեցնում Աստված է աճեցնում որովհետև ցանքը ու ջուր լցնելը ինչպես Պողոս Արաքելը հիշեցնում է ես ցանեցի Պողոսը ջուր լցրեց ոչ մի հոգու չի բերի եթե Աստված չաճեցնի Ես շատ անգամ եմ հիշեցնում գյուղացիներին այնտեղ Շամշուլդում որ ասում եմ այ եղնում է չէ որ ձեր կյանքի մեջ որ աշխատում եք բայց ձեր աշխատանքի արդյունքը չեք տեսնում Այ դուք նույն բանն եք անում ինչ էլ որ ժամանակին անում եք դա անցյալ տարի արեցիք լավ բերք վերցեցիք նույն բանը այս տարի արեցիք չկարողացաք բերք վերցնել ինչն է պատճառը հասկանում եք ինչն է պատճառը Աստված է աճեցնում Մեր աշխատանքը ոչ մի հոգու չի բերիմ սիրելիներ մենք չենք կարողանա նմանվել Քրիստոսին ինչքան էլ ջանք անենք եթե մեր մեջի գտնվող Սուրբ Հոգին չգործի ու չառաջնորդի մեզի ու մեզ կամաց փառքից դեպի փառք չտանի այս սա շատ կարևոր է մտածելու բան ունենք եւ դրա համար երբ որ մենք ներողություն նորոգվում ենք մտքով եւ հասկանում ենք Աստծո կամքը բարին հաճելին եւ կատարելը սա Սուրբ Հոգու շնորհքով է, որ մեր կյանքի մեջ գործելով մեզ առաջնորդում է դեպի հավիտենական կյանքը։ Ու վերջի 7-րդը Սուրբ Հոգին որպես ազատություն տվող։ Երկն էլ հիշեցինք, ինքն մեզի ազատություն տալի ուրախություն, բայց մենք պետք է հիշենք մի կարևոր բան։ Այսօր շատ ազատության վիճակներ կա, որ մարդիկ ջանք են անում, ձգտում են, որ ազատություն եղնի, խաղաղություն եղնի, ամեն ինչ եղնի, բայց գիտեք, ոչ մի տեղ, ոչ մի անգամ խաղաղություն չի կարող լինի, եթե Աստված այդ խաղաղությունը չբերի։ Երկրորդ Կորինթացոց 3-րդ գլխի 15-17 համարները, տեսեք ինչ է ասում։ Մենք 18-ը կարդացինք, չէ՞ քիչ առաջ։ Բայց հիմա ես ուզում եմ կարդալ ձեզ հետ միասին 15-17 համարները։ Այլ մինչև այսօր, երբ որ Մովսեսին կարդում են, մի քող ընկած են նրանց սրտերի վրա, բայց երբ որ դեպի Տերը կդառնան, այն քողը վեր կառնվի, որովհետև Տերն է հոգին, ուշադիր լսեցեք, որտեղ որ Տիրոջ հոգին է, այնտեղ է ազատությունը։ Ազատություն, մենք յուրաքանչյուր մարդ, ով էլ ապրում է կյանքի մեջ, ազատության ցանկություն ունի։ Ուզում է միշտ ազատ եղնի։ Ցավոք սրտին այս աշխարհն էլ ուզում է ազատ լինի։ Ու դրա համար էլ այսօր աշխարհի վիճակը այսպեսի վիճակ է։ Որ մարդիկ ազատության ցանկանալով ավելի ու ավելի են խորանում պատերազմների ու կռիվների մեջ։ Ազատություն ցանկանալով իրանք կարծում են որ երբ որ ես իմ ուժերով ազատություն ցանկանամ, ես իրականում ազատ կլինեմ։ Չի կարող պատահի այդպես եղնի։ Քանի դեռ Սուրբ Հոգին մեր մեջը չի գործում, ու նա մեզ չի օգնում, որպեսզի մենք կարողանանք զգալ այն ազատությունը, որ աշխարհը չի կարող տալ։ Նայեք ինչքան երկրներ կա, որտեղ որ մարդիկ իրենց ազատ են զգում։ Մի հատ մեծ երկիր կա, ես համար շատ ծանոթ, Ամերիկայի Միացյալ Նահանգը, ու այնտեղ մենակ այն չի որ Ամերիկան իրան ազատ է զգում, մի հատ էլ արձան է սարքե, որպեսզի մարդկանց ապացուցեն, որ իրանք ազատ երկիր են։ Հայաստանում Քրիստոսի բանն են, Քրիստոսի արձան են դնում, իսկ այնտեղ ազատության արձանը, այ մենք ազատ երկիր ենք։ Բայց ոչ մեկը ազատ չի կարող լինի, գիտեք, որովհետև այդ ազատությունը միայն միրաժային,
վիճակ է, որ մարդիկ իրանց մեջ ստեղծում են, բայց իրականում ես հիշում եմ, երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին այդ բանը կատարվեց, այդ երկիրը այնքան ուժեղ էր իրան զգում, ապահոված, ազատ, որ հիշում եք, չէ՞, ինքնաթիռները երկու բարձրահարկ շենքերին օգտվեցին։ Դրանից հետո մարդիկ հասկացան, որ ազատությունը չի կարող եղնել։ Ինչքան էլ ուզում դու լավ վիճակի մեջ ես, ինչքան ուզում երկիրը բարձր մակարդակի եղնի, ազատությունը միայն Աստծու մեջն է։ Մենք ազատ ենք, դրա համար Աստված ունենք։ Դրա համար այսօր մեզ համար շատ կարևոր է իմ սիրելին, որպեսզի այն Մովսեսի քողը, որն որ շատ անգամ մարդկանց վրա դրած է, վերջիվերջո վերանա յուրաքանչյուր մարդկանցից, ու մենք կարողանանք դառնալով դեպի Տերը, դեպի այն հոգին, որն որ մեր մեջ է գործում, մեզ ազատ զգանք ամենակարևոր բանից, որն որ աշխարհի երեսին ամենասարսափելին է, ազատ զգանք մեղքի ազատությունից։ Ես կարող եմ ազատ լինեմ ամեն ինչից, ինչ որ ինձ խանգարում է, բայց մեղքը, որն որ իմ մեջը կա, ինձ ոչ մի անգամ ազատության զգացողություն չի տա։ Ես միշտ պետք է կաշկանդված լինեմ ու միշտ պետք է զգամ այն ծանրությունը, որն որ կարող է պատահի չեմ կարող հասկանամ, բայց միևնույն է, մեղքը իր ծանրությունը տալիս է։ Դավիթի աղոթքը հիշում եք, չէ՞, ասում է, երբ որ ես լռեցի, իմ թացությունը ամառվա չորություն եղավ եւ Աստծո ձեռքը օրեցօր ին վրա ավելի ծանրանում էր։ Ես պատկերացնում եմ, երբ որ մարդը ապրելով այս կյանքի մեջ, ունենալով իշխանություն միջև անգամ, պատկերացեք, որ ինքը կարող է հրամայել ու ինչ ասես կարող է լինել ու ինքը իշխանություն ունենալով ինչ որ մի հատ ծանրություն է զգում, որն որ կաշկանդում է նրա ազատությունը։ Ինչ էր պետք Դավիթին, որպեսզի ինքը վերականգներ իր ազատությունը։ Երբ որ ես խոստովանեցի, երբ որ ես Սուրբ Հոգուն ներկայացրեցի իմ մեղքերս, ես ազատություն զգացի։ Ես հասկանում եմ, որ այսօր շատ անգամ մարմնի մեջ գտնվելով մենք ունենք բավականին մեծ քանակությամբ ցանկություններ, որն որ շատ անգամ, գիտեք, կարող է պատահի այդ րոպեին մեղքի ձև չներկայանա, որպես մեղքի ձև։ Օրինակի համար, ես չեմ գողանում, մարդ չեմ սպանում, բերանս մաքուր է, ամեն ձևով ձգտում եմ ուրիշներին չնախանձել, ուրիշ շատ բաներ, որն որ կարող է պատահի իմ կյանքի մեջ լինելով, ես մտածեմ, որ ես ազատ մարդ եմ, որովհետև մեղքը ինձ վրա չի ազդում։ Բայց երբ որ կա անհանգստություն, իմ սիրելիներ, երբ որ իմ կյանքի մեջ կա անհանգստություն, երբ որ ես ինչ-որ մի բան եմ զգում, որն որ իմ ազատությունը կաշկանդում է, խանգարում է, որ ես ինձ ազատ զգամ։ Ու ես սկսում եմ մտածել դրա մասին, բա այն հոգին, որ իմ մեջն է, ինչի համար է իմ մեջ, որ ինքը օգնի ինձ, որ ես կարողանամ հասկանալ, որ ամեն ինչ չի, որ անունը մեղք է, եթե իմ մեջը չկա, ուրեմն մեղք չի։ Հնարավոր է, որ ինչ-որ մի բան կա, որն որ դեպի մեղքն է տանում, ու ես այսօր քայլելով գնում եմ դեպի այդ մեղքը։ Ու Աստված ինձ հնարավորություն է տալի հասկանալու, որ քանի դեռ քո ճանապարհը ճիշտ չի, քանի դեռ դու չնայած որ այս րոպեին մեղք չես գործում, բայց դեպի մեղք ես գնում, դու ազատություն չունես։ Քո միջի գտնվող այդ տանջանքը պետք է շարունակվի, մինչև որ դու ազատվես այն ամեն ինչից, ինչ որ Աստված ուզում է, որ մենք ազատ լինենք։ Երկնքի արքայության մեջ, երբ որ մենք կմտնենք ու այնտեղ հավիտենական ուրախության մեջ կլինենք, այնտեղ կլինի կատարյալ ազատություն։ Բայց այսօր, քանի որ մենք այս ֆիզիկական կյանքի մեջ ենք ապրում, իմ սիրելիներ, ու քանի որ մենք ունենք այս մեղավոր մարմինը, որն որ կրում ենք, միջև որ նա ինձ ազատվենք, մենք պետք է ջանք անենք, որ մեր միջի գտնվող Սուրբ Հոգին ոչ թե մեր մեջը գտնվի ինչպես հյուր, գոնախ, կամ թե չէ ինչպես ուղակի մեկը, որն որ լիարժեք իշխանություն չունի, այլ մենք պետք է նրան թույլ տանք, որպեսզի նա լիարժեք իշխանություն ունենա, ու ինչ որ ինքը մեզի ուր առաջնորդի գնանք եւ կարողանանք մեր ամենակարող Աստծուն, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգին հիմա եւ հավիտյանս հավիտենից փառավորել։ Տերը բոլորի շնորհի թող միշտ փառավորվի հիմա եւ հավիտյանս հավիտենից ամին։